Երբ 1990-րդ թվականներին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնական մեքենան կանգ էր առնում Նորք Մարաշի խեղճ փողոցներից մեկում, տեղացի բնակիչները սկսում էին փշրել վարագույժները։ Մարդիկ հույս ունեին տեսնելու այն, ինչ տեսել էին հայկական քաղաքականության մյուս գործիչների տների մոտ։ Մարմարե սանդուղքներ, բախմուտյան ոսկյա ծորակներ, շքեղ կահույք, ներկրված Իտալիայից։ Բայց երբ Վահան Հովհաննիսյանը բանում էր դուռը, հարևանները տեսնում էին ոչ թե պալատ, այլ սովորական առանձնատուն, լի հին գրքերով, ծխամորճներով և փոշոտ ձեռագրերով։ Իսկ ամենատարօրինակը Բաքում կայանած Վոլգա-Գազ 31105 մակնիշի ավտոմեքենան, որը նույնիսկ միջին եկամուտ ունեցող երևանցիների համար համարվում էր արդեն անցյալի մնացորդ։ Մարդիկ սկսեցին խոսել։ Ոմանք ասում էին, թե նա թաքցնում է իր իրական հարստությունը, ուրիշներ հավատում էին, որ միլիոնները պահված են օֆշորներում, բայց երրորդ խումբը, ովքեր գիտեին ճշմարտությունը, պարզապես լռում էին, քանի որ ճշմարտությունը չափազանց անհարմար էր բոլորի համար։ Վահան Հովհաննիսյանը երկար տարիներ եղել է բարձրաստիճան պաշտոնյա, ազգային ժողովի փոխնախագահ, падգամավոր, դեսպան։ Նրա պաշտոնական հայտարարագրերը հանրային էին և ցանկացած քաղաքացի կարող էր պարզել, որքան է արժե այս մարդը։ 2012 թվականի հայտարարագրում նշված էր մեկ առանձնատուն Երևանում 8-ից մինչև 10 միլիոն հայկական դրամ և շուրջ 30,000 ամերիկյան դոլար։ Հայաստանի քաղաքական վերնախավի համար այս թիվը համարվում էր ծիծաղելի։ Հենց այդ ժամանակ որոշ նախարարներ թաքցնում էին սեփականումին սեփականությունը ծովազերծ կղզիներում, իսկ ուրիշները գնում էին անշարժ գույք Դուբայում կամ Փարիզում։ Բայց Վահանը, ով կարող էր տիրապետել միլիոնավոր դրամարկղին, ով ունեցել է հնարավորություն փոխակերպել իր կուսակցական դիրքը ոսկուկ ու հորերի, ապրում էր այնպես, ինչպես միջին դասի պրոֆեսորը։ Նրա տան ամենաթանկարժեք ակտիվը հսկայական գրադարանն էր, հազարավոր հատորներով լի, որոնցից մի քանիսը հնագիտական գանձեր էին, բայց որոնց շուկայական արժեքը զրոյական էր, քանի որ ոչ ոք չէր ուզում դնել հին պատմական ձեռագրեր հայկական հետհեղափոխական շուկայում։ Երբ Վահան Հովհաննիսյանի հակառակորդները փորձում էին քննադատել նրան, նրանք հայտնվում էին տարօրինակ իրավիճակում։ Ինչպես քննադատես մարդուն, ով չունի շքեղ կյանք։ Ինչպես մեղադրես նրան կոռուպցիայի մեջ, երբ նրա տունը բաց է, նրա մեքենան արատավոր է, իսկ նրա ընտանիքը երբեք չի հայտնվել սկանդալային քրոնիկոններում։ Ուստի նրանք հորինեցին մի պատմություն այն մասին, որ Վահանը տնօրինում է Հայ հեղափոխական դաշնակցության սև դրամարկղը, Սփյուռքում հավաքված միլիոնները, որոնք փոխանցվում էին Երևան և օգտագործվում քաղաքական խաղերի համար։ Երբ նա նշանակվեց Գերմանիայի Դաշնություն Հանրապետությունում Հայաստանի ունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, լուրեր տարածվեցին, թե նա Եվրոպայում հիմնում է բիզնեսներ, ձեռք է բերում գործարաններ, ներդրումներ է անում անշարժ գույքի մեջ։ Բայց իրականությունը այլ էր։ Երբ Վահանը մեկնեց Գերմանիա, նա արդեն տառապում էր ծանր հիվանդությունից։ Նրա կյանքի վերջին ամիսներն անցան կլինիկաներում, ոչ թե բիզնես հանդիպումներում։ Նրա վերջին օրերի մասին վկայությունները պատմում են ոչ թե հարուստ դեսպանի, այլ հիվանդ մարդու մասին, ով շարունակում էր կարդալ գրքեր և խոսել Հայաստանի անցյալի ու ապագայի մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ իր սեփական մարմինը արդեն հրաժարվում էր ծառայել նրան։ Կային ևս մեկ խումբ մարդիկ, ովքեր համոզված էին, որ Վահան Հովհաննիսյանը թաքնված բաժնետեր է հանքարդյունաբերության կամ ներկրման ոլորտում։ Տարիներ շարունակ այս տեսությունը շրջանառվում էր քաղաքական ընդդիմադիր շրջաններում, մամուլի էջերում, նույնիսկ կաֆեների շուրջը։ Բայց երբ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին նա մահացավ Գերմանիայի մի կլինիկայում, ոչ մի բիզնես կայսրություն չբացահայտվեց, ոչ մի գաղտնի սեփականություն չփոխանցվեց ժառանգներին, ոչ մի հսկայական ժառանգություն չհայտնվեց։ Կար միայն մի տուն Նորք Մարաշում, մի հին Վոլգա, մի հսկայական գրադարան և հավաքածու ծխամորճների, որոնք Վահանը սիրում էր ավելի շատ, քան շքեղ ժամացույցները կամ շքեղ ավտոմեքենաները։ Նրա մահից հետո որոշ լրագրողներ փորձեցին գտնել բանկային հաշիվներ օֆշորներում, գաղտնի արժեթղթեր, թաքնված ակտիվներ, բայց փնտրտուքները ավարտվեցին ոչնչով։ Քանի որ չկար այն, ինչը նրանք փնտրում էին։ Կար միայն ինտելեկտուալի ողբերգությունը, ով ուներ հնարավորություն դառնալու մուլտիմիլիոնատեր, բայց նա խնդրեց մնալ պատմության մեջ որպես հռետոր և գիտնական։ Բայց եթե Վահան Հովհաննիսյանը չուներ միլիոններ, ինչպես նա կարողացավ պահպանել այդքան ազդեցություն և հզորություն քաղաքական ասպարեզում։ Պատասխանը պարզ չէր, և հենց այս հարցը հրապուրել է մարդկանց ավելի շատ, քան միլիոններն ինքնին։ Հայկական քաղաքականության ոսկե ժամանակաշրջանում, երբ իշխանությունը չափվում էր դոլարներով, Վահանը չափում էր իր ազդեցությունը գաղափարներով։ Նա եղել է Հայ հեղափոխական դաշնակցության բարձրագույն շարքերից մեկը,
կուսակցության, որն ունեցել է Սփյուռքում հսկայական ներուժ և ֆինանսական ռեսուրսներ։ Բայց Վահանի ինքնությունը երբեք չի կապվել այդ ռեսուրսների հետ։ Նրա իրական հարստությունը գտնվում էր նրա խոսքերում, նրա հանրային ելույթներում, նրա գրքերում։ Նրա վեպը «Մանդիլիոն», որը հրատարակվել էր 1990-ականների վերջերին, հաջողված էր, բայց գրականությունից եկամուտը Հայաստանում երբեք չի կարող մրցել քաղաքական կոռուպցիայի եկամուտների հետ։ Վահանը եղել է պատմական գիտությունների թեկնածու։ Նրա առաջին սերը պատմությունն էր, ոչ թե քաղաքականությունը։ Նա մտել էր քաղաքականություն գանություն ոչ թե հարստանալու համար, այլ գաղափարի համար։ Եվ հենց այս տարբերությունը դարձրել է նրան օտար իր ժամանակակից շատ քաղաքականների շրջանում։ Երբ նրանք հավաքվում էին պաշտոնական ընթրիքների ժամանակ և քննարկում էին նոր բիզնես պլանները, նոր պայմանագրերը, նոր օֆշորները, Վահանը նստում էր իր տանը և ընթերցում էր հնագիտական արձանագրություններ կամ պատմական դոկումենտներ։ Երբ նրանք գնում էին արտասահմանյան շքեղ հանգստի, Վահանը մնում էր Երևանում և գրում էր հոդվածներ։ Երբ նրանք գնում էին նոր Mercedes կամ BMW մակնիշի ավտոմեքենաներ, Վահանը շարունակում էր վարել իր Volga-ն, որը դարձել էր խորհրդանիշ։ Նա չէր ամաչում։ Ընդհակառակը, նա հպարտ էր, որ իր արժեքները տարբեր են, բայց այս տարբերությունը նրան արժեցրեց։ Քանի որ հայկական քաղաքական մշակույթում համեստությունը համարվում էր թուլություն, և թուլությունը վտանգավոր էր։ Երբ Վահանը հրաժարվեց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից 1998 թվականի մարտի առաջին իրադարձություններից հետո, շատերը դա մեկնաբանեցին որպես քաղաքական անկում, բայց իրականում դա եղավ նրա առաջին իսկական հաղթանակը։ Նա կարողացավ հրաժարվել իշխանությունից այն ժամանակ, երբ իշխանությունը դեռևս կարող էր տալ ավելին։ Նա կարողացավ հեռանալ այն ժամանակ, երբ մնալը նշանակում էր կորցնել հոգին։ Եվ այս ընտրությունը ցույց տվեց, որ նրա համար իշխանությունը երբեք չի եղել նպատակ։ Դա միայն միջոց էր ծառայելու գաղափարին։ Վահանի ընկերները պատմում են, որ նա երբեք չի սիրել զրուցել փողի մասին։ Երբ մարդիկ սկսում էին զրույց գույքի, կապիտալի կամ ներդրումների մասին, նա լռում էր կամ փոխում էր թեման։ Նրան հետաքրքրում էր պատմությունը, գաղափարախոսությունը, ազգային հարցերը։ Նրան հետաքրքրում էր ճշմարտությունը, ոչ թե շահը։ Եվ հենց այս տարօրինակ հատկությունը դարձրել է նրան միաժամանակ և սիրելի, և վտանգավոր։ Քանի որ մարդը, ում հետաքրքրում է ճշմարտությունը, չի կարող լինել վստահելի գործընկեր կոռումպացված համակարգում։ Նա միշտ կմնա օտար, միշտ կմնա գրավական, միշտ կմնա այն մարդը, ով պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, բայց երբեք չի զոհաբերի իր սկզբունքները։ Եվ այդ համակարգը երբեք իսկապես չհասկացավ նրան։ Այն պարզապես ընդունեց նրա գոյությունը, որպես տարօրինակություն, որպես անակնկալ, որպես բացառություն կանոններից։ Բայց ինչու Վահան Հովհաննիսյանի տունը թաքցնում էին։ Ով էր թաքցնում այն և ինչու։ Պատասխանը ցավոտ է, բայց պարզ։ Իշխանությունը թաքցնում էր նրա տունը, քանի որ սա փաստում էր իրենց սուտը։ Թե ինչպես կարելի է մնալ անկեղծ այն համակարգում, որտեղ բոլորը գոհանում են։ Թե ինչպես կարելի է պահպանել արժեքները այն աշխարհում, որտեղ արժեքները վաճառվում են։ Թե ինչպես կարելի է ապրել համեստ այն ժամանակաշրջանում, երբ համեստությունը համարվում է հանցանք։ Եվ հենց այս փաստը դարձավ վտանգավոր, որովհետև եթե մի մարդ կարող էր մերժել համակարգը և մնալ ողջ, դա նշանակում էր, որ հարյուրավորները կարող էին անել նույնը։ Եվ դա սարսափելի էր նրանց համար, ովքեր ստեղծել էին այդ համակարգը և ապրում էին նրա շնորհիվ։ Բայց կա մեկ այլ հարց, որը դեռևս մնում է պատասխանի սպասումը։ Եթե Վահան Հովհաննիսյանը չուներ միլիոններ, ապա որտեղից էր գալիս նրա ազդեցությունը։ Ինչպես կարողացավ մարդը, ով չուներ ֆինանսական ռեսուրսներ, մնալ քաղաքական ասպարեզում 2 տասնամյակ։ Ինչպես կարողացավ նա պահպանել հեղինակություն և պատիվ, չունենալով այն ակտիվները, որոնք սովորաբար համարվում են անհրաժեշտ քաղաքականության մեջ։ Եվ հենց այստեղ բացահայտվում է Վահանի ամենամեծ գաղտնիքը։ Գաղտնիքը, որը նրա հակառակորդները երբեք չհասկացան, և որն անգամ նրա դաշնակիցները երբեմն անտեսում էին։ Վահան Հովհաննիսյանի իրական հարստությունը նրա միտքն էր։ Նա եղել է մարդը, ով կարող էր խոսել ամբիոնից և փոխել մարդկանց տրամադրությունը, մի խոսքով։ Նա կարող էր վիճել ամենաուժեղների հետ և արժանանալ հարգանքի։ Նա կարող էր գրել գիրք, որը կարդում էին հազարավորները։ Նա կարող էր բարձրաձայնել այն ճշմարտությունները, որոնք ուրիշները վախենում էին նույնիսկ մտածել։ Եվ ամենակարևորը, նա կարող էր պահպանել իր անկախությունը։ Նա չէր պարտավոր ոչ մեկին, չէր պարտք ունեցել ոչ մեկի դիմաց, չէր հայտնի որպես մարդ, ով ստացել է իր կարգավիճակը ապօրինի սխեմաների միջոցով։ Եվ հենց այս անկախությունը դարձավ նրա իրական ազդեցության աղբյուրը։ Քանի որ մարդը, ով չունի կախվածություններ, ազատ է։
եւ ազատ մարդը վտանգավոր է։ Վահանը սովորություն ուներ։ Ամեն առավոտ, նախքան քաղաքական հանդիպումները, նա նստում էր իր գրադարանում եւ կարդում գրքեր։ Երբեմն դա եղել են պատմական մանմատյաններ, երբեմն փիլիսոփայական տրակտատներ, երբեմն հին հայկական ձեռագրերի թարգմանություններ։ Նրա տանը ծախսված ժամանակը միշտ լցված էր մտքով։ Եվ երբ նա մտնում էր քաղաքական արենա, նա տարել էր այդ մտքերը իր հետ։ Դա դարձել է նրա զենքը, ավելի ուժեղ զենք, քան փողը կամ կապերը։ Քանի որ մտքերը անմահ են, իսկ փողը կորած։ Մտքերը փոխում են պատմությունը, իսկ փողը պարզապես գնում է առօրյան։ Եվ Վահանը գիտակցաբար ընտրեց մտքերը։ Նրա քաղաքական ընդդիմախոսները հաճախ փորձում էին մեղադրել նրան կապված լինելու մեջ հայ հեղափոխական դաշնակցության սփյուռքյան ֆինանսական մեխանիզմերի հետ։ Նրանք հայտարարում էին, որ դաշնակցությունը հսկայական գումարներ է ստանում արտերկրից, եւ Վահանը, որպես կուսակցության առաջնորդներից մեկը, վերահսկում է այդ գումարները։ Բայց կային երկու խնդիր այս տեսության հետ։ Առաջինը, դաշնակցության ֆինանսները երբեք չեն պատկանել անհատներին։ Կուսակցական կառույցը հստակ տարանջատում էր անձնական եւ կազմակերպական ռեսուրսները։ Երկրորդը, նույնիսկ եթե Վահանը մուտք ուներ այդ ֆոնդերին, նա երբեք չօգտագործեց այն անձնական շքեղության համար։ Նրա ընտրությունը պարզ էր. ապրել որպես սովորական մարդ, բայց մտածել որպես հսկա։ 1995-ի եւ 1998-ի միջև Վահան Հովհաննիսյանը անցկացրեց 2 տարի բանտում։ Այս տարիները կապված էին 31-ի գործի հետ, քաղաքական դատավարություն, որը հետապնդեց հայ հեղափոխական դաշնակցության անդամներին։ Երբ նա գտնվում էր բանտում, նրա ընտանիքը գտնվում էր ծանր վիճակում։ Նրանք չունեին եկամուտ, չունեին աջակցություն, չունեին որևէ երաշխիք, որ ապագան լավ կլինի։ Բայց Վահանը նույնիսկ բանտում մնաց հավատարիմ իր գաղափարին։ Նա մերժեց փոխզիջում կնքել իշխանությունների հետ։ Նա մերժեց ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը կարող էր դավաճանել իր կուսակցությանը։ Եվ երբ նա ազատվեց, նա վերադարձավ քաղաքականություն ոչ թե որպես տուժած, այլ որպես հաղթող։ Քանի որ նա ապացուցեց, որ կարելի է մնալ հավատարիմ անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչը ընդդեմքո է։ Վահանի ամուսինը եւ 2 զավակները երբեք չեն հայտնվել մամուլում սկանդալային քրոնիկոններում։ Նրանք չեն երևացել շքեղ հանդիսավոր միջոցառումներում, չեն վարել թանկարժեք մեքենաներ, չեն գնացել արտասահմանյան մասնավոր դպրոցներ։ Նրանք ապրել են համեստ կյանք, նման հազարավոր հայ ընտանիքների, ովքեր փորձում էին գոյատևել հետհեղափոխական Հայաստանում։ Եվ այս պարզ ապրելակերպը դարձավ նաև քաղաքական հայտարարություն։ Հայտարարություն այն մասին, որ իշխանությունը պարտավոր չէ փոխարկվել շքեղության մեջ, որ պաշտոնը պարտավոր չէ հանգեցնել հարստության, որ քաղաքականությունը պետք է լինի ծառայություն, ոչ թե բիզնես։ Բայց քանի հոգի այս հայտարարությունը իրականում լսեց։ Երբ Վահան Հովհաննիսյանը նշանակվեց դեսպան Գերմանիայում, շատերը դա մեկնաբանեցին որպես պատվավոր աքսոր։ Նրան հեռացրին Երևանից, քանի որ նա դարձել էր անհարմար, քանի որ նա շարունակում էր խոսել այն ճշմարտությունները, որոնք նոր իշխանությունը չէր ցանկանում լսել։ Բայց Վահանը ընդունեց այս նշանակումը ոչ թե որպես պարտություն, այլ որպես նոր ծառայության հնարավորություն։ Նա տեղափոխվեց Գերմանիա, եւ նույնիսկ այնտեղ, հեռու հայրենիքից, նա շարունակեց պաշտպանել Հայաստանի շահերը եւ հայկական գաղափարախոսությունը։ Բայց նրա առողջությունը արդեն վատթարանում էր։ Նա տառապում էր ծանր հիվանդությունից, որի մասին շատերը չգիտեին։ Նա ծախսում էր առավելագույն ժամանակը կլինիկաներում, բայց չէր դադարում աշխատել։ Նույնիսկ հիվանդանոցային անկողնում նա կարդում էր գրքեր, գրում էր նոտաներ, խոսում էր ընկերների հետ Հայաստանի ապագայի մասին։ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վահան Հովհաննիսյանը մահացավ։ Նրա մահը գալիս էր որպես շոկ շատերի համար, բայց նրա ընտանիքը եւ մոտիկ ընկերները գիտեին, որ այն անխուսափելի էր։ Նրանք գիտեին, որ նրա մարմինը մերժում էր, բայց նրա հոգին մինչև վերջին պահը մնում էր անխոնջ։ Երբ նրա դին վերադարձավ Երևան, հազարավորներ ելան ճանապարհը տալու նրան վերջին հրաժեշտը։ Նրանք չէին ելել նրան հարգելու որպես հարուստ մարդու, ոչ էլ որպես հզոր քաղաքականի։ Նրանք ելել էին հարգելու նրան որպես անկեղծ մարդու, որպես մարդու, ով մնաց հավատարիմ իր սկզբունքներին այն ժամանակ, երբ բոլորը չէին հաշվում սկզբունքները, որպես մարդու, ով ապրեց համեստ կյանք միջավայրում, որտեղ համեստությունը համարվում էր թուլություն, եւ որպես մարդու, ով ապացուցեց, որ իրական ազդեցությունը գալիս է ոչ թե դրամապանակից, այլ խիղճից։ Վահան Հովհաննիսյանը թաղվեց Երևանի Պանթեոնում։ Նրա գերեզմանը զուսպ է, պարզ մարմարյա սալահատակ, առանց շքեղության։ Բայց եթե նայենք հարևանությամբ, մենք կտեսնենք մի քանի հսկա հուշարձաններ, պատկանելով քաղաքական գործիչների, ովքեր մահացել են նույն ժամանակաշրջանում։ Այդ հուշարձանները թանկ են, շքեղ են, շնորհավորող են։
Բայց արդյոք դրանք արտացոլում են այն մարդկանց իրական ժառանգությունը, որոնց պատկանում են։ Արդյոք մարմարի չափը արտացոլում է թե մարդու արժեքը։ Վահանի գերեզմանը պատասխանում է այս հարցին։ Նա չուներ շքեղ հուշարձան, քանի որ նրան չէր հետաքրքրում փառքը։ Նա չփորձեց թողնել մալմարեկոթող, քանի որ նա թողեց մտքեր։ Եվ մտքերը ավելի երկար են ապրում, քան ցանկացած քարե հուշարձան։ Այսօր, երբ մարդիկ հիշում են Վահան Հովհաննիսյանին, նրանք չեն հիշում որպես հարուստ մարդու։ Նրանք հիշում են որպես խոսք, որպես ձայն, որպես մարդ, ով համարձակվեց մնալ տարբեր։ Եվ այս հիշողությունը ավելի թանկարժեք է, քան ցանկացած ֆինանսական ժառանգություն։ Քանի որ ֆինանսական ժառանգությունը սպառվում է, բայց մտավոր ժառանգությունը փոխանցվում է սերնդեսերունդ։ Վահանի իրական տունը չէր Նորք Մարաշում։ Նրա իրական տունը մարդկանց հիշողության մեջ է։ Եվ այդ տունը ոչ ոք երբեք չի կարող թաքցնել կամ ոչնչացնել։ Քանի որ դա տուն է, որը կառուցված է ոչ թե քարերից, այլ սկզբունքներից։ Եվ սկզբունքները անմահ են։ Բայց մի հարց դեռևս մնում է. ինչ է նշանակում հարուստ լինել։ Արդյոք հարստությունը միայն գումարն է բանկային հաշվում, թե դա նաև ազդեցությունն է, որը դու թողնում ես աշխարհի վրա։ Արդյոք հարուստը այն մարդն է, ով ունի շատ փող, թե այն մարդը, ով ապրում է այնպես, ինչպես ցանկանում է, առանց փողզիջումների։ Վահան Հովհաննիսյանը, ով մահացավ առանց միլիոնների, թողեց ժառանգություն, որը հարյուրավոր միլիոնատերերը երբեք չեն թողնի։ Նա թողեց հիշողություն անկեղծության մասին, սկզբունքների մասին, հավատարմության մասին։ Եվ այս ժառանգությունը հաշվի չի առնվում արժույթով, այլ ներշնչմամբ։ Քանի հոգի կարող են ասել, որ իրենք ապրել են այսպես։ Երբ 1998 թվականի մարտի առաջին իրադարձություններից հետո Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից, նրա անձնական օրագիրը մնաց գրասեղանին։ Այդ օրագիրը, որը պարունակում էր նրա անձնական մտքերը, հանդիպումների գրառումները եւ քաղաքական դիտարկումները, պետք է փոխանցվեին պետական արխիվ։ Բայց երբ արխիվարարները եկան վերցնելու փաստաթղթերը, օրագիրը չգտնվեց։ Պաշտոնական տարբերակով այն կորել էր փոխադրման ժամանակ։ Անպաշտոնական լուրերով այն հափշտակվել էր 24 ժամվա ընթացքում, մինչև պաշտոնական ներկայացուցիչների ժամանումը։ Այդ օրագրում եղել են գրառումներ նախագահի վերջին հանդիպումների մասին, գաղտնի բանակցությունների մասին եւ, ամենակարևորը, անունների ցուցակ։ Մարդկանց, ովքեր գիտեին ճշմարտությունը մարտի առաջին դեպքերի մասին, բայց լռեցին։ Այս օրագիրը կարող էր փոխել հայկական քաղաքականության պատմությունը, բայց այն անհետացավ այնպես խորը, որ անգամ նրա գոյության մասին լուրերը դադարեցին տարիներ անց։ Ով գողացավ այն։ Ինչից վախենում էին այնքան, որ պատրաստ էին ոչնչացնել ապացույցները։ Եվ ավելի կարևորը, ինչ էր գրված այն էջերում, որոնք մարդիկ չպետք է տեսնեին։ Վահան Հովհաննիսյանի անձնական գրադարանը, որը լի էր հազարավոր գրքերով եւ ձեռագրերով, պարունակում էր նաեւ գաղտնի հավաքածու նամակների, որոնք նրան ուղարկվել էին տարիների ընթացքում։ Այդ նամակները գրված էին հայկական քաղաքականության առաջատար դեմքերի կողմից, մարդկանց, ովքեր հրապարակայնորեն ներկայանում էին որպես թշնամիներ, բայց մասնավոր նամակներում խոստովանում էին իրենց վախերը, իրենց կասկածները եւ իրենց մեղքերը։ Այս նամակների գոյությունը հայտնի էր Վահանի ամենամոտիկ ընկերներին։ Նրանք հիշում են, թե ինչպես Վահանը երբեմն նստում էր երեկոյան եւ կարդում այդ նամակները, քանի որ դրանք հիշեցնում էին նրան, որ նույնիսկ ամենակոշտ քաղաքականները ունեն հոգի եւ խիղճ։ Բայց երբ Վահանը մեկնեց Գերմանիա դեսպանի պաշտոն ստանձնելու, այդ նամակները մնացին Երևանում։ Եվ երբ նրա մահից հետո ընտանիքը փորձեց գտնել դրանք, պարզվեց, որ դրանք բացակայում են։ Ոչ մի հետք, ոչ մի նշույլ։ Ինչպես թե դրանք երբեք գոյություն չեն ունեցել։ Բայց հետ մնացող մարդիկ գիտեին, եւ նրանք հասկացան, որ ինչ որ մեկը մտել էր տուն եւ վերցրել այն միակ ապացույցը, որը կարող էր վկայել իշխանության ներսի իրական դեմքերի մասին։ Կար նաեւ մի փոքր արկղ, որը Վահանը պահում էր իր ննջասենյակում։ Սովորական փայտե արկղ, որը արտաքուստ տպավորիչ չէր, բայց ներսում գտնվող փաստաթղթերը անգնահատելի էին։ Դրանք բժշկական զեկույցներ էին, ոչ թե նրա սեփական, այլ հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների։ Այդ զեկույցները ձեռք էին բերվել տարբեր աղբյուրներից, բժիշկներ, ովքեր տուժել էին իրենց պրոֆեսիոնալ գաղտնիությունը խախտելու համար, կամ մարդիկ, ովքեր հասանելիություն ունեցել էին բժշկական արխիվների։ Այս զեկույցները պարունակում էին տեղեկություններ հոգեկան հիվանդությունների, թմրանյութային կախվածությունների եւ ծությունների եւ ծանր հիվանդությունների մասին, որոնք թաքցնում էին այն մարդիկ, ովքեր հանդես էին գալիս հանրության առջև որպես ուժեղ եւ առողջ առաջնորդներ։ Վահանը երբեք չօգտագործեց այս տեղեկությունները հրապարակայնորեն։ Նա չհավատում էր շանտաժի մեջ, բայց նա պահում էր դրանք որպես ապահովություն, որպես ապացույց այն բանի, որ իշխանությունը կառուցված էր ստերի վրա։ Երբ Վահանը մահացավ,
Այս արկրը փնտրեցին ամենաառաջինը, եւ այն էլ անհետացավ։ Բայց ամենահետաքրքիրը չէր այն, ինչ գողացվեց։ Ամենահետաքրքիրն այն էր, թե ով գիտեր այս ամենի մասին։ Ով գիտեր, որ օրագիրը գոյություն ունի։ Ով գիտեր նամակների հավաքածուի մասին։ Ով գիտեր բժշկական զեկույցների արկրի մասին։ Պատասխանը սարսափելի է։ Միայն Վահանի ամենամոտիկ շրջապատը գիտեր այս դետալները։ Միայն այն մարդիկ, ում նա վստահում էր լիովին։ Միայն նրանք, ում նա համարում էր ընկերներ եւ դաշնակիցներ։ Եվ այս փաստը նշանակում է մի բան. նույնիսկ նրա ամենամոտիկ շրջապատում կային մարդիկ, ովքեր պատրաստ էին դավաճանել հիշողությանը նրա մահից հետո։ Ովքեր վախենում էին, որ այդ փաստաթղթերը կարող են բացահայտել ճշմարտություններ, որոնք նրանք ուզում էին թաղել ընդմիշտ։ Ովքեր հասկացան, որ Վահանի լռությունը մահից հետո ավելի վտանգավոր է, քան նրա խոսքերը կյանքում։ Վահան Հովհաննիսյանի վերջին ամիսները Գերմանիայում անցան ոչ միայն հիվանդանոցային պալատներում, այլև մի փոքր բնակարանում, որը նա վարձել էր Բերլինի հարավային թաղամասերից մեկում։ Այդ բնակարանը դարձել էր նրա վերջին հանգրվանը, վերջին տեղը, որտեղ նա կարող էր աշխատել եւ մտածել առանց արտաքին ճնշման։ Այնտեղ նա անցկացրել է ժամեր գրելով իր վերջին հոդվածները, վերլուծելով Հայաստանի քաղաքական իրավիճակը եւ նախապատրաստելով նյութեր, որոնք նա պլանավորում էր հրատարակել վերադառնալուց հետո։ Բայց նա երբեք չվերադարձավ ողջ։ Եվ այդ բնակարանը, որը պարունակում էր նրա վերջին մտքերը, դարձավ մի տեղ, որտեղ ոչ ոք երբեք չգնաց։ Երբ Վահանի ընտանիքը ժամանեց Գերմանիա, փաստաթղթերն ու անձնական իրերը վերցնելու նրանք բախվեցին բյուրոկրատիայի պատին։ Բնակարանը արդեն մաքրված էր։ Գերմանական իշխանությունները բացատրեցին, որ քանի որ Վահանը մահացել էր հիվանդանոցում, իսկ վարձակալական պայմանագիրը լրացել էր, տերը որոշել է մաքրել տարածքը։ Ամեն ինչ մնացել էր այնտեղ, հավաքվել եւ հանձնվել է տեղական արխիվ։ Բայց երբ ընտանիքը գնաց արխիվ, պարզվեց, որ ոչ մի գրանցում չկա այդ իրերի մասին։ Վահանի աշխատասեղանի վրա եղել է նոութբուք, հին մոդել, որով նա գրում էր իր վերջին հոդվածները։ Այդ նոութբուքը պարունակում էր տեքստեր, որոնք Վահանը պլանավորում էր ուղարկել հայկական լրատվական մի քանի կայքերին։ Հոդվածներ, որոնք վերլուծում էին հայկական քաղաքականության թույլ կողմերը, ցույց էին տալիս կոռուպցիայի ցանցերը եւ անունով նշում էին այն մարդկանց, ովքեր խորտակում էին Հայաստանի ապագան անձնական շահերի համար։ Այս նոութբուքը նույնպես անհետացավ։ Պաշտոնական տարբերակով այն կորավ տեղափոխման ժամանակ։ Բայց մի փոքր մանրամասն, որը վկան մարդիկ հիշում են, ցույց է տալիս ուրիշ բան։ 2 օր առաջ, քան Վահանը մահանար, նրան այցելեց մի մարդ, մեկը, ում նա ճանաչում էր դեռևս Երևանից։ Այս մարդը ներկայանում էր որպես հին ընկեր, ով պարզապես ցանկանում էր տեսնել Վահանին եւ աջակցել նրան հիվանդության օրերին։ Նրանք խոսեցին մոտ կես ժամ եւ այցելուն հեռացավ։ Բայց այդ օրվանից հետո Վահանը դարձել էր անհանգիստ։ Նա հեռախոսով զանգահարել էր ընտանիքին եւ ասել, որ անհանգստանում է իր փաստաթղթերի անվտանգության համար։ Գերմանիայի հայկական համայնքի մի քանի անդամներ, ովքեր մոտիկ հարաբերությունների մեջ էին Վահանի հետ, հիշում են նրա վերջին զրույցները։ Նա խոսում էր անընդհատ նույն թեմայի մասին. ինչպես պահպանել ճշմարտությունը, երբ բոլորը փորձում են այն աղավաղել։ Նա ասում էր, որ վախենում է, որ իր մահից հետո մարդիկ կփորձեն վերագրել նրան խոսքեր, որոնք նա երբեք չի ասել, կամ թաքցնել խոսքերը, որոնք նա ասել է։ Նա խնդրում էր իր ընկերներին, եթե ինչ-որ բան տեղի ունենա, պահպանել փաստերը։ Բայց երբ այդ ինչ-որ բանը տեղի ունեցավ, եւ երբ նրա ընկերները փորձեցին գործել, նրանք բախվեցին պատերի։ Գերմանական իշխանությունները համագործակցել են հրաշալի։ Հայկական դիվանագիտական ծառայությունը եղել է համագործակցող, բայց փաստաթղթերը չեն։ Անհետացել են, ոչնչացել են, ջնջվել են։ Ինչպես թե Վահանի վերջին մտքերը երբեք չեն գոյություն ունեցել։ Բայց կա մի փոքր դետալ, որը թույլ է տալիս վերականգնել, թե ինչն էր այդ կորած նյութերում։ Վահանի մի ընկերը, ով այցելել էր նրան մի շաբաթ առաջ մահից, հիշում է, որ Վահանը ցույց տվեց իրեն մի հոդվածի սևագիր։ Այդ հոդվածի վերնագիրը եղել է «Ով է սպանում Հայաստանը»։ Հոդվածում Վահանը վերլուծում էր, թե ինչպես են հայկական քաղաքական եւ օլիգարխիկ խմբավորումները փոխկապակցված միմյանց հետ, ինչպես են դրանք գործում որպես մի համակարգ, որը հարստացնում է սակավ թվով մարդկանց եւ աղքատացնում բնակչությանը։ Նա անվանում էր անուններ, նա նշում էր տարեթվեր, նա ներկայացնում էր գործարքներ, նա նկարագրում էր, թե ինչպես են այդ մարդիկ օգտագործում քաղաքական պաշտոններն իրենց բիզնեսները պաշտպանելու համար։ Այս հոդվածը կարող էր դառնալ ռումբ, եւ հենց դրա համար այն երբեք չհրատարակվեց, եւ հենց դրա համար այն ոչնչացվեց, եւ հենց դրա համար այսօր մենք ունենք միայն հիշողություններ այն մարդկանց, ովքեր տեսել են այդ տեքստը, բայց չեն կարող վերականգնել յուրաքանչյուր բառը։
Ինչու այս ամենը պատմելը կարևոր է։ Քանի որ դա ցույց է տալիս, որ Վահան Հովհաննիսյանի իրական սպառնալիքը չէր նրա քաղաքական պաշտոնը կամ նրա կուսակցական պատկանելությունը։ Նրա իրական սպառնալիքը նրա գիտելիքներն էին։ Նա գիտեր չափազանց շատ։ Նա տեսել էր չափազանց շատ։ Նա հասկացել էր, թե ինչպես է աշխատում համակարգը ներսից, եւ նա արձանագրել էր այդ ամենը։ Նրա օրագիրը, նրա նամակները, նրա բժշկական զեկույցները եւ նրա վերջին հոդվածները ստեղծում էին մի արխիվ, որը կարող էր քանդել հայկական քաղաքական էմելիտայի իրական դեմքը։ Եվ այդ արխիվը պետք է ոչնչացվեր։ Ոչ թե քանի որ Վահանը թշնամի էր, այլ քանի որ նա վկա էր։ Եվ վկաները վտանգավոր են, երբ նրանք պահպանում են ապացույցները։ Գերմանական ուղերձափոխական ծառայությունը, որը սովորաբար պահպանում է բոլոր դիվանագիտական կապակցությունները, չունի գրառումներ Վահանի ուղարկած վերջին թղթակցությունների մասին։ Բայց Վահանի ընտանիքը հիշում է, որ նա հաճախ գրում էր նամակներ Երևան։ Նամակներ, որոնք ուղարկվում էին ոչ թե պաշտոնական ուղիներով, այլ անձնական կապերի միջոցով։ Այդ նամակները պարունակում էին նրա դիտարկումները հայկական քաղաքականության մասին, նրա վերլուծությունները տնտեսական իրավիճակի մասին եւ նրա կանխատեսումները ապագայի համար։ Նա ուղարկել էր այդ նամակները հայկական մի քանի լրատվամիջոցների, մի քանի падգամավորների եւ մի քանի հասարակական գործիչների։ Բայց երբ Վահանը մահացավ եւ նրա ընտանիքը փորձեց գտնել այդ նամակները, պարզվեց, որ ոչ ոք չի ստացել դրանք, կամ գոնե ոչ ոք չի խոստովանում, որ ստացել է։ Կամ այն մարդիկ, ում ուղարկվել էին նամակները, վախենում են ընդունել, որ ստացել են։ Վահան Հովհաննիսյանի ընտանիքը փորձեց բարձրաձայնել։ Նրանք փորձեցին ներկայացնել պաշտոնական դիմում, պահանջելով հետաքննել անհետացած փաստաթղթերի գործը։ Բայց համակարգը դանդաղ է։ Համակարգը ծանր է, համակարգը անտարբեր է։ Եվ երբ ընտանիքը հասկացավ, որ նրանց ձայնը չի լսվի, նրանք որոշեցին լռել։ Ոչ թե քանի որ նրանք հրաժարվեցին, այլ քանի որ նրանք գիտեին, որ պայքարը ընդդեմ համակարգի, որը թաքցնում է ճշմարտությունը, անհաղթելի է։ Բայց նրանց լռությունը չի նշանակում մոռացություն։ Նրանք հիշում են, եւ նրանք սպասում են։ Սպասում են այն օրվան, երբ մեկ ուրիշ մարդ կունենա համարձակությունը բացահայտել այն, ինչ Վահանը փորձեց բացահայտել, բայց չկարողացավ ավարտել։ Կա մի վերջին դետալ, որը պետք է հիշատակել։ Վահանի անձնական ծխամորճների հավաքածուն, որը եղել է նրա հպարտությունը, նույնպես անհետացավ։ Այս հավաքածուն պարունակում էր շուրջ 2 տասնյակ ծխամորճ, յուրաքանչյուրը հատուկ թողարկում, յուրաքանչյուրը իր պատմությամբ։ Վահանը սիրում էր պատմել յուրաքանչյուր ծխամորճի պատմությունը իր հյուրերին։ Այդ հավաքածուն եղել է իրական գանձ, ոչ թե դրա նյութական արժեքի, այլ սենտիմենտալ արժեքի համար։ Բայց երբ Վահանը մահացավ, այդ հավաքածուն էլ անհետացավ։ Ընտանիքը հավատում է, որ ինչ-որ մեկը մտել է տուն եւ վերցրել այն որպես հիշողություն կամ որպես զավթված սուվենիր։ Բայց ճշմարտությունը գուցե ավելի մութ է։ Գուցե այդ հավաքածուն վերցրել են նույն մարդիկ, ովքեր վերցրին օրագիրը, նամակները եւ բժշկական զեկույցները։ Վերցրել են ոչ թե քանի որ այն թանկ էր, այլ քանի որ այն պատկանում էր Վահանին։ Եվ ցանկացած իր, որը կապված է նրա հետ, պետք է վերահսկվի, թաքցվի կամ ոչնչացվի։ Արդյոք Վահան Հովհաննիսյանը իմանում էր, որ իր մահից հետո այսպես կլինի։ Արդյոք նա կանխատեսում էր, որ նրա արխիվը կջնջվի։ Արդյոք նա գիտեր, որ նրա վերջին խոսքերը կթաքցվեն։ Նրա ընկերների հիշողությունների համաձայն, այո, նա գիտեր։ Նա խոսում էր այդ մասին վերջին ամիսներին։ Նա ասում էր, որ վախենում է ոչ թե մահից, այլ մոռացությունից։ Վախենում է, որ նրա իրական ձայնը կփոխարինվի կեղծ պատկերով։ Վախենում է, որ պատմությունը կգրվի ոչ թե նրանց կողմից, ովքեր փնտրում են ճշմարտությունը, այլ նրանց կողմից, ովքեր վախենում են դրանից։ Եվ այդ վախը արդարացավ։ Քանի որ այսօր, երբ մենք փորձում ենք վերականգնել Վահան Հովհաննիսյանի կյանքի ճշմարիտ պատկերը, մենք բախվում ենք բացերի։ Բացեր, որոնք ստեղծվել են միտումնավոր։ Բացեր, որոնք պաշտպանում են ոմանց գաղտնիքները։ Բացեր, որոնք հարցեր են թողնում առանց պատասխանների։ Բայց եթե Վահան Հովհաննիսյանի արխիվը ոչնչացվել է, ապա ինչպես մենք կարող ենք վերականգնել ճշմարտությունը նրա մասին։ Արդյոք մենք դատապարտված ենք կախված մնալ միայն պաշտոնական տարբերակներից եւ այն մարդկանց հիշողություններից, ովքեր ունեն շահ աղավաղել փաստերը։ Պատասխանը ոչ է, քանի որ կան դեռ վկաներ, ովքեր տեսել են Վահանի իրական կերպարը։ Կան դեռ մարդիկ, ովքեր պահպանում են մասնիկները նրա ճշմարտության։ Եվ այդ մասնիկները, թեև փոքր եւ խեղդված, կարող են վերականգնել մի պատկեր, որը համակարգը փորձում է ջնջել։ Բայց այդ վերականգնումը պահանջում է համարձակություն։ Համարձակություն խոսել այն ժամանակ, երբ լռելը անվտանգ է։ Համարձակություն հիշել այն ժամանակ, երբ մոռանալը հարմարավետ է։ Համարձակություն հարցնել այն հարցերը, որոնց պատասխանները վտանգավոր են։
Վահան Հովհաննիսյանի պատմությունը ոչ միայն պատմություն է մի մարդու մասին, ով չուներ միլիոններ, բայց ուներ սկզբունքներ։ Դա նաև պատմություն է համակարգի մասին, որը վախենում է սկզբունքներից ավելի, քան ցանկացած ֆինանսական ռիսկից։ Համակարգի, որը պատրաստ է ջնջել հիշողությունները, եթե այդ հիշողությունները սպառնում են բացահայտել իր իրական դեմքը։ Եվ այս համակարգի դեմ միակ պաշտպանությունը մեր սեփական հիշողությունն է։ Մեր սեփական պնդումը՝ չմոռանալ։ Մեր սեփական պատրաստակամությունը՝ հարցնել։ Եվ այսպիսով, վերջին հարցը, որը մենք պետք է տանք ինքներս մեզ, արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ ճշմարտությունը թաքցնելը կարող է լինել ավելի սպանիչ, քան ցանկացած հանցագործություն, որը մենք գիտենք։ Եվ արդյոք մենք պատրաստ ենք պայքարել այդ թաքցման դեմ, նույնիսկ եթե դա նշանակում է կանգնել ամբողջ համակարգի դեմ։ Երբ Վահան Հովհաննիսյանը վերադարձավ Երևան 1998-ի ապրիլին, 2 տարվա բանտարկությունից հետո, նրա ընկերները չճանաչեցին նրան առաջին հայացքից։ Այդ մարդը, ով 2 տարի առաջ մտտել էր բանտ որպես 46 տարեկան ուժեղ եւ էներգիայով լի քաղաքական գործիչ, այժմ նայում էր աշխարհին 50 տարեկանի հոգնած աչքերով։ Նրա մազերը, որոնք մինչ բանտարկությունը եղել էին մուգ եւ խիտ, այժմ ամբողջությամբ մոխրագույն էին դարձել։ Նրա ուսերը թեքված էին առաջ, ինչպես թե նա տարիներ շարունակ կրել էր անտանելի բեռ։ Նրա ձեռքերը, որոնք մեկ ժամանակ շարժվում էին վստահ եւ կտրուկ ժեստերով, այժմ թրթռում էին թեթևակի, երբ նա փորձում էր վերցնել թեյի բաժակը։ Բայց ամենասարսափելին նրա աչքերն էին։ Աչքեր, որոնք տեսել էին ինչ-որ բան, որը չպետք է տեսնել։ Աչքեր, որոնք կորցրել էին այն փայլը, որը մեկ ժամանակ ոգեշնչում էր ամբիոններում հազարավորներին։ Աչքեր, որոնք այժմ պարունակում էին միայն հոգնածություն եւ մի տեսակ անդառնալի վշտություն։ Բանտարկությունը փոխել էր Վահան Հովհաննիսյանի մարմինը ոչ միայն արտաքնապես։ Նրա առողջությունը, որը մինչ այդ համեմատաբար լավ էր, սկսեց կործանվել երկաթյա հետևողականությամբ։ Բանտում նա ենթարկվել էր պայմաններին, որոնք թույլ չէին տալիս նորմալ սնունդ, նորմալ քուն, նորմալ բժշկական օգնություն։ Նա զարգացրել էր քրոնիկ ստամոքսի խնդիրներ, որոնք հետագայում դարձան մշտական ցավի աղբյուր։ Նրա արյան ճնշումը դարձել էր անկայուն, ցատկում էր բարձր մակարդակներին սթրեսային իրավիճակներում եւ իջնում վտանգավոր ցածր մակարդակների, երբ նա փորձում էր հանգստանալ։ Նրա սիրտը, որը մեկ ժամանակ թափահարում էր իր կրծոցքը հավասար եւ ուժեղ ռիթմով, այժմ երբեմն բաց թողնում էր հարվածներ կամ սկսում արագացած անկանոն բաբախումներ, որոնք ստիպում էին նրան կանգ առնել եւ սպասել, մինչեւ ռիթմը կվերականգնվի։ Բայց Վահանը երբեք չխոսեց այս մասին հրապարակայնորեն։ Նա հրաժարվեց տալ իր թուլությունը որպես զենք իր հակառակորդներին։ Երբ լրագրողները հարցնում էին նրան բանտի մասին, նա պատասխանում էր կարճ եւ զուսպ, խոսելով քաղաքական հալածանքների մասին, բայց երբեք չհիշատակելով ֆիզիկական տառապանքները։ Երբ ընկերները հանգստանում էին նրա տեսքի մասին, նա ժպտում էր եւ ասում, որ ժամանակը բոլորիս է ծերացնում, եւ դա բնական է։ Բայց նրա ամենամոտիկ շրջապատը գիտեր ճշմարտությունը։ Նրանք տեսնում էին, թե ինչպես նա գիշերները չէր կարողանում քնել ցավերից, ինչպես նա առավոտները վեր էր կենում ավելի հոգնած, քան երեկոն պարկել էր, ինչպես նա խմում էր ցավազրկողներ, որպեսզի կարողանա շարունակել աշխատել, բայց երբեք չխոստովանվեց, որ ցավը դարձել է նրա կյանքի մշտական ուղեկիցը։ 2003 թվականից մինչև 2008 թվականը ամբողջ այն ժամանակաշրջանը, երբ Վահան Հովհաննիսյանը ծառայում էր որպես ազգային ժողովի փոխնախագահ, նա ապրում էր կրկնակի կյանք։ Հանրությանը նա ներկայանում էր որպես ուժեղ, վստահ եւ անսասան քաղաքական առաջնորդ։ Նա ելույթ էր ունենում ամբիոններում, վիճում էր ընդդիմախոսների հետ, պաշտպանում էր իր դիրքորոշումները սուր եւ համոզիչ փաստարկներով։ Բայց տանը, երբ վարագույժները փակվում էին եւ դռները կողպվում, նա դառնում էր մի այլ մարդ։ Մի մարդ, ով ծուռ էր կրում իր մեջքը ցավից, ով նստում էր իր սիրելի աթոռին եւ փակում աչքերը, փորձելով գտնել թեկուզ րոպեական հանգստություն։ Նրա կինը պատրաստում էր հատուկ սնունդ նրա ստամոքսի համար, բայց Վահանը հաճախ չէր կարողանում ուտել։ Նա կորցնում էր քաշը։ Նրա հագուստները սկսեցին ազատ նստել նրա մարմնի վրա։ Նրա դեմքը, որը մեկ ժամանակ եղել է լցուն եւ կենսուրախ, այժմ դառնում էր խորանարդ, գունատ, անկենդան։ 2002-ի մայիսին, երբ Վահանը մասնակցում էր ազգային ժողովի հերթական նիստին, նա հանկարծ զգաց սուր ցավ կրծքավանդակում։ Ցավը այնքան ուժեղ էր, որ նա չկարողացավ շունչ քաշել մի քանի վայրկյան։ Նրա դեմքը գունատվեց, ճակատը ծածկվեց քրտինքով։ Նստած նրա կողքին падգամավորը նկատեց եւ անմիջապես հարցրեց. «Ամեն ինչ լավ է արդյոք»։ Վահանը մեծ ջանքերով վերահսկելով իր շնչառությունը պատասխանեց, որ ամեն ինչ կարգին է, պարզապես մի փոքր հոգնած է։ Նա մնաց նիստում մինչև վերջ, թեև յուրաքանչյուր շարժում տանջանք էր։
Երբ նիստը ավարտվեց, նա դուրս եկավ դահլիճից եւ անմիջապես կանչեց իր վարորդին։ Տանը նա անկողին ընկավ առանց հանելու հագուստը եւ մնաց այնտեղ 3 օր։ Նա չասաց ոչ ոքի, թե ինչ էր պատահել։ Նա չզանգահարեց բժշկի։ Նա պարզապես սպասեց, մինչև ցավը անցավ։ Բայց ցավը երբեք ամբողջությամբ չանցավ։ Այն դարձավ ֆոն, որի վրա ապրում էր Վահան Հովհաննիսյանի մնացած կյանքը։ 2006-ի աշնանը Վահանի ընկերներից մեկը, ով բժիշկ էր, պատահաբար տեսավ նրան եւ անհանգստացավ նրա տեսքից։ Նա պնդեց, որ Վահանը անցնի բժշկական հետազոտություն։ Վահանը երկար ժամանակ հրաժարվեց, բայց վերջապես համաձայնեց։ Հետազոտությունների արդյունքները սարսափելի էին։ Նրա սիրտը ցույց էր տալիս նշաններ լուրջ խանգարումների։ Նրա լյարդը մեծացել էր։ Նրա երիկամները աշխատում էին միայն 50% հզորությամբ։ Նրա արյան անալիզները ցույց էին տալիս բարձր մակարդակի բորբոքային գործընթացներ։ Բժիշկը, որը տեսավ այդ արդյունքները, անհավատ նայեց Վահանին եւ հարցրեց. «Ինչպես նա ընդհանրապես շարունակում է աշխատել այս ամենի դեպքում»։ Վահանը ժպտաց եւ պատասխանեց. «Քանի որ աշխատանքը միակ բանն է, որը տալիս է իմաստ իր գոյությանը»։ Բժիշկը խորհուրդ տվեց անմիջապես սկսել բուժում եւ նվազեցնել աշխատանքային բեռը։ Վահանը խոստացավ մտածել դրա մասին, բայց նա երբեք չսկսեց լիարժեք բուժում։ Նա շարունակեց աշխատել այնպես, կարծես ոչինչ չի տեղի ունեցել։ Ինչու՞։ Վահան Հովհաննիսյանը մերժեց խնամել իր առողջությունը։ Պատասխանը բարդ է, բայց նրա ընկերները հասկանում էին դրա էությունը։ Վահանը համարում էր, որ եթե նա ընդունի իր թուլությունը, եթե նա դադարեցնի աշխատանքը առողջական պատճառներով, դա կդառնա ազդակ նրա քաղաքական հակառակորդների համար։ Նրանք կասեն, որ նա հին է, հիվանդ է, անօգուտ է։ Նրանք կսկսեն քարոզել, որ նրա ժամանակն անցել է, եւ նա պետք է տեղ զիջի նորերին։ Եվ Վահանը չէր ցանկանում տալ նրանց այդ բավարարությունը։ Նա ուզում էր մնալ մարտում մինչև վերջ։ Նա ուզում էր ապացուցել, որ նա դեռ ունի ուժ, դեռ ունի իրավունք խոսել, դեռ ունի ազդեցություն։ Բայց այս պնդումը արժեցրեց նրան։ Դա արժեցրեց նրան տարիներ կյանքի։ Դա արժեցրեց նրան առողջություն, որը երբեք չվերականգնվեց։ Դա արժեցրեց նրան ֆիզիկական տառապանք, որը դարձավ նրա ամենօրյա ուղեկիցը։ 2008-ի մարտի առաջին իրադարձություններից հետո, երբ Վահանը հրաժարվեց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից, նրա առողջությունը հասավ կրիտիկական կետի։ Այդ օրերը նա գրեթե չէր քնում։ Նա անցկացրեց անթիվ ժամեր հեռախոսազանգերի, հանդիպումների, խորհրդակցությունների մեջ։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ով է պատասխանատու, ինչ են եղել իրական նպատակները։ Նա սննդվում էր միայն սուրճով եւ սիգարետներով։ Նրա քաշը իջավ ավելի քան 10 կիլոգրամով 2 շաբաթվա ընթացքում։ Նրա ընկերները, երբ տեսնում էին նրան, շոկի մեջ էին ընկնում։ Նա նմանվում էր ուրվականի։ Նրա աչքերը խորացել էին իրենց խոռոչներում։ Նրա մաշկը ձեռք էր առել մոխրագույն երանգ։ Նրա շարժումները դանդաղել էին, կարծես նա շարժվում էր ջրի տակ։ Բայց նա չդադարեցրեց։ Նա շարունակեց աշխատել, շարունակեց մտածել, շարունակեց պայքարել։ 2012 թվականին, երբ Վահան Հովհաննիսյանը դեռ պատգամավոր էր, նա մի օր ընկավ իր գրասենյակում։ Այդ օրը նա մասնակցում էր հանձնաժողովի նիստի, երբ հանկարծ զգաց, որ գլուխը պտտվում է եւ ոտքերը չեն պահում։ Նա փորձեց բռնվել սեղանից, բայց չհասցրեց։ Նա ընկավ հատակին, կորցնելով գիտակցությունը մի քանի վայրկյանով։ Երբ նա բացեց աչքերը, տեսավ շրջապատված դեմքերը, լի անհանգստության եւ վախի։ Կանչեցին շտապօգնություն, բայց Վահանը հրաժարվեց գնալ հիվանդանոց։ Նա ասաց, որ պարզապես մի փոքր հոգնած է եւ անհրաժեշտ է հանգիստ։ Նա տուն վերադարձավ իր ընկերների միջոցով։ Բայց այդ իրադարձությունը ազդանշան էր։ Ազդանշան, որ նրա մարմինը այլևս չէր կարող դիմանալ այն ճնշմանը, որը նա դրեց իր վրա տարիներ շարունակ։ 2013-ի աշնանը, երբ Վահանը նշանակվեց դեսպան Գերմանիա, շատերը մեկնաբանեցին այս որոշումը որպես պատվավոր աքսոր, բայց մոտիկ շրջապատը գիտեր ավելին։ Վահանը տեղափոխվեց Գերմանիա ոչ միայն քաղաքական, այլև բժշկական պատճառներով։ Նրան ասվել էր, որ Գերմանիան ունի լավագույն բժշկական հաստատություններ, որտեղ նա կարող է ստանալ որակյալ բուժում։ Նա համաձայնեց գնալ, թեև գիտեր, որ դա նշանակում է հեռանալ Հայաստանից, երկրից, որը նա սիրում էր ավելի քան ցանկացած բան։ Գերմանիայում նա անցավ մի շարք հետազոտություններ։ Ախտորոշումը եղավ ավելի սարսափելի, քան ակնկալվում էր։ Նրա սիրտը գտնվում էր վատ վիճակում։ Նրան անհրաժեշտ էր լուրջ վիրահատություն։ Բայց Վահանը հրաժարվեց։ Նա ասաց, որ չի ցանկանում ծախսել ժամանակ վիրահատության վրա, երբ նա կարող է օգտագործել այդ ժամանակը աշխատանքի համար։ Բժիշկները զարմացած էին նրա որոշմամբ, բայց չկարողացան ստիպել նրան փոխել կարծիքը։
2014 թվականի աշնանը Վահան Հովհաննիսյանի վիճակը կտրուկ վատթարացավ։ Նա սկսեց զգալ մշտական թուլություն։ Նա չէր կարողանում քայլել երկար հեռավորություններ։ Նա չէր կարողանում կանգնած մնալ ավելի քան մի քանի րոպե։ Նրա շնչառությունը դարձավ ծանր եւ դժվար։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել անկողնում, քան գրասեղանի մոտ։ Բայց նույնիսկ անկողնում նա շարունակում էր աշխատել։ Նա կարդում էր գրքեր, գրում էր նշումներ, խոսում էր հեռախոսով ընկերների հետ Հայաստանից։ Նա չէր ուզում ընդունել, որ ավարտվում է։ Նա չէր ուզում հավատալ, որ նրա մարմինը մերժում է շարունակել պայքարը։ Բայց ճշմարտությունը անխուսափելի էր։ Դեկտեմբերի սկզբին նա տեղափոխվեց կլինիկա։ Բժիշկները փորձեցին կայունացնել նրա վիճակը, Բայց դա եղավ անհնար առաջադրանք։ նրա օրգանները մեկ առ մեկ սկսեցին մերժել։ Նրա սիրտը չէր կարողանում պոմպել բավարար արյուն։ Նրա թոքերը չէին կարողանում ապահովել բավարար թթվածին։ Նրա երիկամները դադարեցին մաքրել արյունը։ Դեկտեմբերի 28-ին վաղ առավոտյան Վահան Հովհաննիսյանի սիրտը դադարեց զարկել։ Նրա կինը, ով նստած էր նրա կողքին ամբողջ գիշեր, զգաց, թե ինչպես է նրա ձեռքը դանդաղորեն սառչում։ Նա կանչեց բժիշկներին, բայց այդ պահին արդեն ուշ էր։ Վահանը գնաց այն աշխարհ առանց աղմուկի, առանց դրամատիզմի, այնպես ինչպես ապրել էր իր վերջին տարիները՝ լուռ, արժանապատիվ եւ առանց գանգատի։ Նրա մարմինը, որը տարիներ շարունակ դիմակայել էր ցավին, հյուծվածությանը եւ հիվանդությանը, վերջապես հանգստացավ։ Բայց հարցը, որը մնաց օդում, եղավ այս. արդյոք Վահանի մարմնի քայքայումը եղավ իր ընտրության արդյունք, թե դա եղավ այն համակարգի արդյունքը, որը նա ծառայեց, Բայց որը երբեք իսկապես չխնամեց նրան։ Երբ Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները 2015 թվականին սկսեցին կատարագրել Վահան Հովհաննիսյանի պաշտոնական փաստաթղթերը, նրանք բախվեցին անսպասելի խնդրի։ Բազմաթիվ փաստաթղթեր, որոնք պետք է լինեին նրա պատգամավորական ժամանակաշրջանի ֆայլերում, բացակայում էին։ Հատկապես պակասում էին 2002 թվականից մինչև 2008 թվականը, նրա ամենաակտիվ եւ ամենահզոր տարիները։ Արխիվի տնօրենը կազմեց հարցման հանձնաժողով, որը պետք է պարզներ, թե ինչու են այդ փաստաթղթերը կորել։ Հետաքննությունը տևեց 6 ամիս եւ եկավ մի եզրակացության, որը բավարարում էր բոլորին, բայց ոչ ոքին չբացատրեց իրականում ինչ էր պատահել։ Պաշտոնական տեղեկանքը նշեց, որ փաստաթղթերը կորել են փոխադրման ընթացքում կամ ոչնչացվել են սխալմամբ։ Բայց արխիվարարները, ովքեր 30 տարի աշխատել էին համակարգում, գիտեին, որ փաստաթղթերը չեն կորում սխալմամբ։ Փաստաթղթերը կորում են միտումնավոր, երբ դրանցում պարունակվող տեղեկությունները վտանգավոր են որոշ մարդկանց համար։ Այդ կորած փաստաթղթերի մեջ եղել են Վահան Հովհաննիսյանի բժշկական գրառումները, պաշտոնական զեկույցներ նրա առողջության վիճակի մասին, որոնք պետք է ներկայացվեին ազգային ժողովի ղեկավարությանը։ Այդ գրառումները ցույց կտային, որ Վահանը տարիներ շարունակ աշխատել է լուրջ առողջական խնդիրներով, բայց ոչ ոք ազգային ժողովում երբեք չառաջարկեց նրան վերցնել արձակուրդ կամ պահանջեց նրանից անցնել բուժում։ Այս փաստը հարց է բարձրացնում. արդյոք համակարգը գիտեր Վահանի վիճակի մասին, բայց միտումնավոր թույլ տվեց նրան շարունակել աշխատել, գիտակցելով, որ դա կկրճատի նրա կյանքը։ Արդյոք դա եղավ քաղաքական հաշվարկ, թույլ տալ Վահանին այրվել, մինչև նա ինքը դուրս կգար խաղից, առանց անհրաժեշտության հեռացնել նրան բռնի կերպով։ Կային նաև այլ փաստաթղթեր, որոնք անհետացան։ Փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Վահանի ֆինանսական գործառնություններին, որպես ազգային ժողովի փոխնախագահ։ Այդ փաստաթղթերը ցույց կտային, թե որքան գումար էր նա ստանում որպես պաշտոնական աշխատավարձ, որքան էր ստանում որպես հավելավճարներ, արդյոք նա ունեցել է հատուկ նպաստներ կամ թույլտվություններ։ Այս ամենը կարող էր պատասխանել հարցերին այն մասին, թե ինչու Վահանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, չուներ այն ֆինանսական միջոցները, որոնք սովորաբար հասանելի էին նրա դիրքի մարդկանց։ Բայց այդ փաստաթղթերը կորել են։ Եվ հետագա քննությունները երբեք չկարողացան բացահայտել, թե որտեղ են դրանք կամ ով է վերցրել դրանք։ Կա մի այլ փաստաթղթի փաթեթ, որի մասին շատ քչերը գիտեն։ 2008-ի մարտի իրադարձություններից անմիջապես հետո Վահան Հովհաննիսյանը պատրաստել էր մի մանրամասն հաշվետվություն իր համար, որտեղ նա արձանագրել էր իր դիտարկումները, իր հարցերը եւ իր կասկածները։ Այդ հաշվետվությունը երբեք պաշտոնական չդարձավ, բայց նա պահել էր այն իր անձնական արխիվում։ Այնտեղ նա նկարագրել էր, թե ինչ էր տեսել, ով էր ասել ինչ եւ ում վրա էր նա կասկածում որպես իրական պատասխանատուներ ողբերգության համար։ Այս հաշվետվությունը կարող էր փոխել ամբողջ պատմության ընկալումը։ Բայց երբ Վահանը մահացավ, այս հաշվետվությունը նույնպես անհետացավ։ Նրա ընտանիքը փնտրեց այն ամենուր՝ տանը, Գերմանիայի բնակարանում, ազգային ժողովի նախկին գրասենյակում, բայց ոչ մի հետք չգտնվեց, ինչպես թե այն երբեք գոյություն չի ունեցել։ Ինչու այս փաստաթղթերը այդքան կարևոր էին, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ ուժ
որոշեց ոչնչացնել դրանք։ Քանի որ դրանք ապացույցներ էին, ապացույցներ այն բեր այն բանի, որ Վահան Հովհաննիսյանը ոչ միայն գիտեր ճշմարտությունը, այլև գրել էր այն։ Ապացույցներ այն բանի, որ նրա մարմնի քայքայումը ոչ միայն բնական գործընթաց էր, այլև կողմնակի զոհ, համակարգի, որը չխնայեց նրան։ Ապացույցներ այն բանի, որ նրա տառապանքը կգիտակցված էր անտեսվել նրանց կողմից, ովքեր կարող էին օգնել, բայց ընտրեցին չանել այդ։ Եվ ամենակարևորը, ապացույցներ այն բանի, որ Վահանը գիտեր, թե ովքեր էին իրական շահառուները մարտի առաջին ողբերգությունից եւ հետագա քաղաքական փոփոխություններից։ Վահան Հովհաննիսյանի մարմինը, որը սպառվեց իշխանության մեջ, դարձավ խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչ արժե մարդուն իր հավատարմությունը համակարգին, որը չի գնահատում նրան։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչպես մարդը կարող է զոհաբերել իր առողջությունը, իր կյանքը, իր ապագան, ծառայելով գաղափարին, որը վերջում ոչինչ չվերադարձնի նրան։ Խորհրդանիշ այն բանի, որ քաղաքականության մեջ մարդիկ չեն գնահատվում իրենց մարդկային արժանապատվությամբ, այլ միայն իրենց օգտակարությամբ։ Եվ երբ այդ օգտակարությունը սպառվում է, մարդը դառնում է անտեսանելի, մոռացված, արխիվացված։ Բայց կա մի հարց, որը դեռ մնում է պատասխանի սպասումը։ Երբ հասկացավ Վահան Հովհաննիսյանը, որ իր մարմինը չի դիմանա։ Երբ նա գիտակցեց, որ իշխանությունը, որին նա ծառայեց, երբեք իսկապես չխնամեց նրան։ Եվ ինչու նա ընտրեց շարունակել, երբ նա կարող էր դադարեցնել եւ փրկել իրեն։ Արդյոք դա եղավ հպարտություն, թե հավատարմություն, յուն, թե պարզապես անկարողություն ընդունելու, որ պայքարը կորցված էր։ Եվ արդյոք դա նրա ընտրությունն էր, թե դրա համար ոչ ոք այլևս երբեք չի պատասխանի։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ը յենը, երբ Գերմանիայի օդանավակայանից բարձրացավ ինքնաթիռը, որը տանում էր Վահան Հովհաննիսյանի դին Երևան, օդանավում կար միայն մեկ ուղևոր՝ նրա կինը։ Նա նստած էր պատուհանի կողքին եւ նայում անընդհատ ներքև, ամպերին, որոնք ծածկում էին Եվրոպայի լեռները։ Ինքնաթիռը թռչում էր լուռ, եւ այդ լռությունը կարծես տարածվում էր ամբողջ աշխարհի վրա։ 2 տասնյակ տարի առաջ Վահանը թռել էր այս նույն ուղությամբ, վերադառնալով բանտարկությունից հետո, լի հույսով, որ կարող է փոխել իր երկիրը։ Այժմ նա վերադառնում էր վերջին անգամ, փակված արկղում, իր բոլոր հույսերը թաղված դեռևս Գերմանիայի կլինիկայի սառը պալատներում։ Կինը փակեց աչքերը եւ հիշեց նրա վերջին խոսքերը, որոնք նա ասել էր մահից 3 օր առաջ։ Ես չվախենում եմ մահից, ասել էր նա, բայց վախենում եմ, որ ինձ կմոռանանում եմ, որ ինձ կմոռանան ոչ թե որպես այն, ինչ եղել եմ, այլ որպես այն, ինչ ուրիշները ուզում են, որ եղած լինեմ։ Այդ խոսքերը հիմա հնչում էին կնոջ ականջներում, եւ դրանք ավելի ծանր էին, քան ցանկացած արկղի քաշը։ Արդյոք Վահանը ճիշտ էր։ Արդյոք նրա մահից հետո պատմությունը կգրվեր նրանց կողմից, ովքեր վախենում էին նրա ճշմարտություններից։ Երևանի Զվարթնոց օդանավակայանում սպասում էր ավելի քան 300 մարդ։ Նրանցից շատերը հայ հեղափոխական դաշնակցության անդամներ էին, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց առաջնորդներից մեկին։ Բայց կային նաև պարզ մարդիկ, ովքեր երբեք չէին ճանաչել Վահանին անձամբ, բայց ովքեր հիշում էին նրա ելույթները, նրա գրքերը, նրա փորձը խոսել ճշմարտությունը այն ժամանակ, երբ ուրիշները լռում էին։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց եւ դուռը բացվեց, բազմությունը լռեց։ Ոչ մի ծափահարություն, ոչ մի աղմուկ, միայն լռություն, այնպիսի խոր եւ ծանր, որ կարծես օդմինքը դադարել էր շարժրել։ Երբ արկղը հանեցին ինքնաթիռից եւ տեղադրեցին մեքենայի վրա, մի տարեց կին, ով կանգնած էր բազմության ետևում, բարձրաձայն ասաց մի նախադասություն, որը լսեցին բոլորը. նա մեր վերջին անկեղծ մարդն էր։ Եվ այդ խոսքերից հետո մարդիկ սկսեցին լաց լինել։ Ոչ թե բարձրաձայն, այլ լուռ, այնպես ինչպես լաց են լինում, երբ գիտեն, որ կորցրել են ինչ-որ բան, որը երբեք չեն կարող վերադարձնել։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Վահան Հովհաննիսյանի դին տեղափոխվեց Կոմիտաս Պանթեոն, ողջ Երևանը կանգ առավ։ Այդ օրը եղանակը եղավ անսովոր ցուրտ եւ մառախլապատ, ինչպես թե բնությունն ինքը սգում էր։ Հազարավոր մարդիկ հավաքվեցին Պանթեոնի մոտ, սպասելով նրա վերջին ճանապարհին ուղեկցելու։ Նրանց թվում էին քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվիստներ, պարզ քաղաքացիներ եւ նաեւ մարդիկ, ովքեր ապրել էին Նոր Քմարաշում եւ տեսել էին Վահանին ամեն օր, քայլելիս իր հին Վոլգայով։ Երբ արկղը բերեցին Պանթեոն եւ երբ այն դրեցին գերեզմանի մոտ, մեկը բազմությունից բարձրաձայնեց. «Վահան, դու մեր համար եղար ձայնը, երբ մենք լուռ էինք»։ Եվ այդ պահին բոլորը հասկացան, որ Վահանի իրական ժառանգությունը ոչ թե նրա գույքն էր, ոչ թե նրա պաշտոններն էին, այլ նրա համարձակությունը խոսել այն ժամանակ, երբ համակարգը պահանջում էր լռություն։ Բայց նույնիսկ այս վերջին օրը մնաց մի տարօրինակ պահ, որը շատերը նկատեցին,
բայց քչերը համարձակվեցին քննարկել։ Երբ պաշտոնական ներկայացուցիչները սկսեցին իրենց հուշարձան խոսքերը, նրանցից ոչ մեկը չհիշատակեց Վահանի վերջին տարիները Գերմանիայում, նրա հիվանդությունը, նրա տառապանքները կամ այն հանգամանքները, որոնք հանգեցրին նրա վաղ մահվան։ Նրանք խոսեցին նրա քաղաքական անավանդույթների մասին, նրա գիտական աշխատանքների մասին, նրա հավատարմության մասին ազգային գաղափարին, բայց նրանք ոչ մի խոսք չասացին այն մասին, թե ինչու մի ոչնչացված մարդ, ով տառապում էր լուրջ հիվանդություններից, ստիպված է շարունակել աշխատել առանց համակարգի աջակցության։ Նրանք չբացատրեցին, թե ինչու իշխանությունը, որը գիտեր նրա վիճակի մասին, թույլ տվեց նրան մնալ պաշտոնում այն ժամանակ, երբ նա պետք է լիներ բուժման տակ։ Եվ ամենակարևորը, նրանք չխոսեցին անհետացած փաստաթղթերի մասին, կորած արխիվի մասին, Ջնջված հիշողության մասին։ Նրանք պարզապես ասացին գեղեցիկ խոսքեր եւ անցան հաջորդ թեմային։ Ինչպես թե Վահանի իրական պատմությունը խափանում էր պաշտոնական պատկերը, որը նրանք փորձում էին ստեղծել։ Վահան Հովհաննիսյանի գերեզմանը Կոմիտաս Պանթեոնում գտնվում է պարզ տեղում, առանց շքեղ հուշարձանների կամ ոսկեզօծված արձանների։ Սակայն եթե ուշադիր նայեք, կնկատեք մի փոքր մանրամասն, որը տարբերում է այն բոլոր մյուս գերեզմաններից։ Գերեզմանի քարի վրա փորագրված է ոչ միայն նրա անունը եւ տարեթիվները, այլև մի պարզ նախադասություն. ճշմարտությունը ազատ կանի ձեզ։ Այս խոսքերը ընտրել էր ինքը Վահանը դեռևս կենդանի ժամանակ, երբ նա պատրաստվում էր իր վերջին կամքի փաստաթուղթը։ Նա ասել էր իր կնոջը, որ ուզում է, որ այս խոսքերը մնան նրա հետ ընդմիշտ, քանի որ դրանք արտահայտում են նրա ամբողջ կյանքի էությունը։ Բայց շատերը, ովքեր կարդում են այս խոսքերը, չգիտեն, որ դրանք նաև նրա վերջին նախազգուշացումն էին։ Նախազգուշացում այն մարդկանց, ովքեր փորձում են թաքցնել ճշմարտությունը։ Նախազգուշացում համակարգին, որը կառուցված է ստերի վրա։ Նախազգուշացում սերնդին, որը գալիս է, որ երբեք չմոռանա այն գինը, որ վճարվեց լռության եւ համաձայնության համար։ Տարիներ անց, երբ Վահան Հովհաննիսյանի անունը սկսեց դանդաղորեն մարել հայկական քաղաքական հիշողությունից, մի փոքր խումբ մարդիկ, ովքեր եղել էին նրա ամենամոտիկ ընկերները, որոշեցին ստեղծել մասնավոր արխիվ։ Նրանք հավաքեցին ամեն ինչ, ինչ կարողացան գտնել Վահանի մասին՝ նամակներ, հիշողություններ, լուսանկարներ, ձայնագրություններ։ Այս արխիվը պահվում է գաղտնի վայրում, հեռու պետական կառույցներից, հեռու պաշտոնական պատմաբանների աչքերից։ Քանի որ նրանք գիտեն, որ եթե այս նյութերը հանրայնանան, դրանք կսկսեն հարցեր բարձրացնել, որոնց պատասխանները համակարգը չի ցանկանում տալ։ Բայց այս մարդիկ սպասում են։ Սպասում են այն օրվան, երբ Հայաստանը պատրաստ կլինի լսել իրական պատմությունը։ Երբ հասարակությունը պատրաստ կլինի ընդունելու, որ նրանց հերոսները ոչ միայն փառաբանված կերպարներ են, այլ նաև մարդիկ, ովքեր տառապել են, սխալվել են եւ վճարել են ծանր գին իրենց ընտրությունների համար։ Կա մի վերջին փաստաթուղթ, որը պահվում է այս գաղտնի արխիվում եւ որը երբեք չի հրապարակվել։ Դա Վահան Հովհաննիսյանի վերջին նամակն է, որը նա գրել է իր կնոջը մահից մի շաբաթ առաջ։ Այդ նամակում նա գրում է ոչ թե իր ֆիզիկական ցավերի մասին, ոչ թե իր վախերի մասին, այլ իր հույսերի մասին։ Ես գիտեմ, գրում է նա, որ իմ ժամանակը լրացել է, բայց ես հույս ունեմ, որ մի օր, գուցե 30 կամ 50 տարի հետո, Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին ես երազում էի։ Երկիր, որտեղ ճշմարտությունը չի վախեցնի իշխանությունը։ Երկիր, որտեղ մարդիկ չեն ստիպված ընտրել միջև անկեղծության եւ հայկական մամուլը լի էր հոդվածներով նրա մասին։ Սակայն գրեթե բոլոր այդ հոդվածները կրկնում էին նույն թեմաները՝ նրա քաղաքական կարիերան, նրա գրքերը, նրա հանրային ելույթները։ Ոչ մեկը չէր խոսում նրա անձնական ողբերգության մասին։ Ոչ մեկը չէր վերլուծում, թե ինչու հենց այս մարդը, ով ունեցել է հնարավորություններ հարստանալու, մնաց աղքատ։ Ոչ մեկը չէր հարցնում, թե ինչու նրա առողջությունը քայքայվեց այնքան արագ։ Ոչ մեկը չէր հետազոտում անհետացած փաստաթղթերի գործը։ Նրանք պարզապես գրեցին ստանդարտ հուշագրեր, որոնք համապատասխանում էին պաշտոնական պատկերին։ Եվ այսպես, Վահան Հովհաննիսյանի իրական պատմությունը սկսեց ծածկվել նոր շերտերով սուտ հիշողությունների, մեղմացված փաստերի եւ քաղաքականորեն ճիշտ մեկնաբանությունների։ Բայց ճշմարտությունը չի մեռնում, այն պարզապես սպասում է։ 2020 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ նոր քաղաքական փոփոխություն, Վահան Հովհաննիսյանի անունը կրկին հայտնվեց հրապարակային քննարկումներում։ Նոր սերունդը, որը չգիտեր նրան անձամբ, սկսեց հետաքրքրվել, ով էր այս մարդը, որին անվանում էին վերջին անկեղծ քաղաքականը։ Սոցիալական ցանցերում հայտնվեցին հարցեր. ինչու Վահանի արխիվը դեռևս փակ է, ինչու նրա վերջին հոդվածները երբեք չեն հրապարակվել, ինչու նրա բժշկական գրառումները անհետացել են։ Այս հարցերը սկսեցին անհարմար դառնալ նրանց համար, ովքեր դեռևս պաշտոններում էին եւ ովքեր հիշում էին Վահանի ժամանակները։
Նրանք փորձեցին փակել այս քննարկումները, պնդելով, որ դա անպատասխանատու է, վերաբացել հին վերքերը։ Բայց սերունդը, որը ապրել էր 2018-ի հեղափոխությունը, չէր պատրաստվում լռել։ Նրանք պահանջեցին թափանցիկություն, նրանք պահանջեցին պատմական արդարություն, եւ նրանք սկսեցին հարցնել այն հարցերը, որոնք Վահանը հարցրել էր իր կյանքի վերջում, բայց որոնց պատասխանները երբեք չստացավ։ Այսօր, երբ մենք նայում ենք Վահան Հովհաննիսյանի կյանքին, մենք տեսնում ենք ոչ թե մի անհատական պատմություն, այլ ամբողջ համակարգի պատկերը։ Համակարգի, որը ստեղծված է այնպես, որ անհատները զոհաբերեն ամեն ինչ, բայց համակարգը չվերադարձնի ոչինչ։ Համակարգի, որը օգտագործում է մարդկանց, մինչև նրանք սպառվեն, եւ հետո նրանց թողնում մեկ կողմ, առանց բժշկական օգնության, առանց ֆինանսական աջակցության, առանց պատասխանատվության։ Վահանի պատմությունը պատմություն է հավատարմության, որը չարժանացավ նույն հավատարմությանը պատասխան։ Պատմություն այն մարդու, ով տվեց ամեն ինչ, բայց ոչինչ չպահանջեց հատուցում։ Եվ այն պատմություն է համակարգի, որը վերցրեց ամեն ինչ եւ թաքցրեց նույնիսկ հիշողությունները։ Բայց եկեք դադարենք մի վարքյան եւ հարցնենք ինքներս մեզ. ի՞նչ է իրականում հարստությունը։ Վահան Հովհաննիսյանը մահացավ առանց միլիոնների, առանց շքեղ տների, առանց բաժնետոմսերի պորտֆելի։ Բայց նա թողեց ինչ-որ բան, որը ավելի արժեքավոր է, քան ցանկացած ֆինանսական ակտիվ։ Նա թողեց հարցեր, որոնք դեռևս անպատասխան են, հարցեր, որոնք չեն թույլ տալիս մեզ մոռանալ, որ անկեղծությունը գնահատելի է նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգը փորձում է թաքցնել այն։ Նա թողեց խիղճ, որը շարունակում է անհանգստացնել այն մարդկանց, ովքեր գիտեն ճշմարտությունը, բայց լռում են։ Եվ նա թողեց օրինակ այն բանի, որ կարելի է մնալ հավատարիմ սկզբունքներին նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչը քեզ դեմ է։ Արդյոք Վահան Հովհաննիսյանը կմոռացվի։ Արդյոք նրա պատմությունը կդառնա եւս մեկ մոռացված էջ Հայաստանի քաղաքական պատմության մեջ։ Թե մենք կգտնենք համարձակությունը վերականգնելու նրա իրական ժառանգությունը ոչ թե որպես պաշտոնական հերոսի, այլ որպես մարդու, ով տառապեց, պայքարեց եւ վճարեց վերջնական գինը իր անկեղծության համար։ Արդյոք մենք պատրաստ ենք բացահայտելու անհետացած փաստաթղթերը, ապակյալելու թաքնված ճշմարտությունները, պահանջելու պատասխաններ այն հարցերին, որոնք այդքան երկար ժամանակ անտեսվել են։ Եվ վերջապես, արդյոք մենք կարող ենք ապրել այնպես, ինչպես Վահանը փորձեց ապրել, առանց փոխզիջումների, առանց կեղծիքի, առանց վախի ասել ճշմարտությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ համակարգը ուզում է, որ մենք լռենք։ Վահան Հովհաննիսյանի մահից հետո նրա ընտանիքը փորձեց ապրել հանգիստ կյանք, հեռու լուսաբացից եւ քաղաքական խաղերից։ Նրա կինը վերադարձավ Հայաստան եւ հաստատվեց Երևանում իր զավակների հետ։ Նրանք չվարեցին պայքար հանրային ճանաչման կամ փոխհատուցման համար։ Նրանք պարզապես ուզում էին պահպանել հիշողությունը այն մարդու մասին, ում սիրում էին, ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես ամուսին եւ հայր։ Բայց պատմությունը չթույլ տվեց նրանց մնալ անտեսանելի։ Տարբեր քաղաքական ուժեր փորձեցին օգտագործել Վահանի անունը իրենց օգտին, պնդելով, որ հենց իրենք են նրա իրական ժառանգներն ու շարունակողները։ Նրանց միջև էին նաև նրանք, ովքեր Վահանի կյանքի ընթացքում անտեսել էին նրա առողջական խնդիրները, անտեսել էին նրա նախազգուշացումները, անտեսել էին նրա աղերսները ավելի արդար համակարգի համար։ Այսպես Վահանի հիշողությունը դարձավ գործիք, ոչ թե ճշմարտության բացահայտման, այլ քաղաքական մանիպուլյացիայի։ Իսկ նրանք, ովքեր իրականում շահեցան Վահանի մահից, շարունակեցին իրենց կյանքը առանց որևէ պատասխանատվության։ Այն մարդիկ, ովքեր թաքցրին նրա փաստաթղթերը, ովքեր ջնջեցին նրա արխիվը, ովքեր թույլ տվեցին նրան մերկացնել առանց բժշկական աջակցության, շարունակեցին զբաղեցնել բարձր պաշտոններ, շարունակեցին կառավարել հասարակական կարծիքը, շարունակեցին վերահսկել պատմության գրվածքը։ Նրանց անունները հիշատակվում էին պաշտոնական միջոցառումներում, նրանց դիմանկարները տպագրվում էին պատմության դասագրքերում, նրանց խոսքերը մեջբերվում էին որպես իմաստության օրինակներ։ Բայց ոչ ոք երբեք չհարցրեց նրանց, ինչու նրանք լռեցին, երբ Վահանը տառապում էր։ Ինչու նրանք ոչինչ չարեցին, երբ համակարգը ուտում էր նրան ներսից։ Ինչու նրանք հայտնվեցին հուղարկավորության ժամանակ արցունքներով դեմքի վրա, բայց երբեք չառաջարկեցին իրական օգնություն, երբ Վահանը դեռ կենդանի էր եւ կարիք ուներ դրան։ Երկիրը, որի համար Վահան Հովհաննիսյանը զոհաբերեց իր առողջությունը եւ իր կյանքը, շարունակեց իր ճանապարհը։ Քաղաքական ճգնաժամերը փոխարինվեցին նորերով։ Կոռուպցիան շարունակեց տարածվել։ Հասարակական անարդարությունը մնաց անլուծված։ Եվ նոր սերունդը, որը մեծացավ Վահանի մահից հետո, սովորեց նույն դասերը, որոնք սովորել էին նախորդները, որ համակարգը չի փոխվում մարդկանց անկեղծությամբ, որ հավատարմությունը չի վերադարձվում, որ ճշմարտությունը վտանգավոր է։ Բայց կար նաև մի փոքր աջող խումբ մարդկանց, ովքեր չէին ուզում ընդունել այս դասերը։
ովքեր հավատում էին, որ Վահանի ողբերգությունը պետք է դառնա վերջին ողբերգությունը, ովքեր պնդում էին, որ եթե անգամ մի անհատ չկարողացավ փոխել համակարգը, գուցե մի ամբողջ սերունդը կարող է։ Բայց ամենախորը հարցը, որը մնում է անպատասխան, հետևյալն է. ով իրականում կանգնած էր Վահան Հովհաննիսյանի կյանքի քայքայման ետևում։ Արդյոք դա եղավ անհատների խումբ, ովքեր վախենում էին նրա ճշմարտություններից, թե դա ամբողջ համակարգ էր, որը վարվում է ինքնապահպանման տրամաբանությամբ եւ որը ոչնչացնում է ցանկացածին, ով սպառնում է նրա հավասարակշռությանը։ Արդյոք Վահանի մահը եղավ պատահական, հիվանդության եւ անփութության հետևանք, թե դա եղավ համակարգային ոչնչացում, դանդաղ, լուր, բայց նախամեծությամբ իրականացված։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք երբևէ իմանանք ճշմարտությունը։ Արդյոք այն փաստաթղթերը, որոնք անհետացան, երբևէ կգտնվեն։ Արդյոք այն արխիվը, որը թաքցվեց, երբևէ կբացվի։ Արդյոք այն հարցերը, որոնք Վահանը տվեց մեզ իր վերջին օրերին, երբևէ կստանան պատասխաններ։ Թե մենք ճակատագրված ենք ապրել մշտական անորոշության մեջ, գիտենալով, որ ճշմարտությունը թաղված է ինչ-որտեղ խորը, բայց երբեք չունենալով ուժ կամ համարձակություն հասնել դեպի այն։